Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ։ Եթերում Ծովից ծով ոդքասթի հերթական 50-րդ հոբելյանական թողարկումն է։ Ձեզ հետ են Երևանից Ռուբեն Մելիքյանը, Կալիֆոռնիայից Աղասի Ենոքյանը, ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան։ Բարև ձեզ, հարգելի դիտողներ։ Շնորհավորում եմ, կարողացանք դիմանալ ուրեմն մինչև 50-րդ հաղորդում։ Ինչ որտեղ չափահասության վկայականի պես մի բան է, չէ՞, այդ 50-րդ թողարկումը։ Արդեն մենք կարող ենք մեր չափահասի մեր ոդքասթը համարել չափահասության շեմը հաղթահարել։ Չնայած բոլոր խնդիրներին, կարողացանք ուրեմն շնորհակալություն ուրեմն թիմին, Նարեկես թիմին, որ կարողացան տեխնիկապես էլ ապահովել, անգամ այդ ճնշումների պայմաններում, եթերում ենք։ Շարունակում ենք լինել եթերում եւ ինչպես միշտ մենք քննարկում ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները ծովից ծովյան դիտակետից։ Ես ուզում եմ շաբաթվա կարևորագույն իրադարձությունները վերջին ընթացքում կարծես թե նույնն են մնում, դա Հայաստանում բռնությունների թեման, չէ՞, նոր քաղբանտարկյալներ չունեք այս ընթացքում, չգիտեմ։ Չէ, շաբաթվա ընթացքում քաղբանտարկյալների թվի աճ մենք չունեցանք, բայց ունեցանք հարձակում, բորենիական հարձակում, այսպես չեմ վախենա ձևակերպել, Միհրան Հակոբյանի նկատմամբ, ընդդիմադիր հասարակական գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ, որը այս պահին տենց շատ հետաքրքիր փուլում է գտնվում բացահայտումը, երեք թե ոստիկանության մամուլի ծառայությունը, թե քննչական կոմիտեն պաշտոնապես ըստ էության հայտնեցին հանրությանը, որ ձերբակալել են կարծեք թե այդ խայտառակ հանցագործությունը կատարած անձանց, եւ մենք սպասում ենք մի հատ էլ հասկանանք, թե ովքեր են այդ մարդիկ։ Ովքեր են պատվիրատուները, ովքեր են այդ մարդիկ եւ որն է շարժառիթը։ Շարժառիթները։ Հիմա տես ուզում ասեմ, մենք անընդհատ խոսում ենք Հայաստանում բռնությունների թեմայից, Հայաստանում ուրեմն բռնաճնշումների թեմայից, քաղբանտարկյալներից, եկեղեցու դեմ հարձակումներից, եւ այս ամենը ուրեմն գնում է միջազգային Նիկոլայի համար բավականին կոմֆորտ ֆոնի վրա։ Ինչ եղավ, գնաց Եվրոպա, այդտեղ բանակցեց, ինչ որ թղթեր ստորագրեց, իհարկե ես մեծ արժեք չէի տա այդ թղթերին, ու հետո այնտեղից շատ հանգիստ եկավ Մոսկվա, չասենք հանգիստ Մոսկվայի վրա հարձակումներ էին դրոնների, չերես Լենինգրադ, եկավ հասավ Մոսկվա։ Ուզում ասեմ, տես ինքը շատ հանգիստ կարողանում է խաղալ այս երկուսի միջև, Ռուսաստան եւ Արևմուտք, եւ դա է ստեղծում այդ կոմֆորտ իրավիճակը, որ նրա վրա փաստորեն ճնշումները նվազագույնն են։ Մենք երևի խոսանք այդ մի հայտարարության մասին, չէ՞, լրագրողների հետ կապված։ Բայց հիմա եկել է այն վիճակը, որ նա պետք է երկուսին է։ Այդպես սենց իրավիճակում շատ քիչ քաղաքական գործիչներ են լինում, փաստորեն ինչ Եվրոպային նա պետք է, որովհետև խոստացել է, որ ստեղ կգնա դեպի արևմուտք, իսկ Ռուսաստանին նա պետք է, որովհետև իր քայլերով նա իրականում մնում է Ռուսաստանի ծիրի մեջ։ Այս ուղղակի այո, դեռևս։ Արևմուտքն էլ է դեռևս գնում, այսինքն նրանք էլ են դեռևս կարծում, թե ինքը գալիս է, դեռ ինքը ընտրություն ունի անելու։ Բայց մինչև այդ ընտրություն անելը նա կարող է ամբողջովին քանդի Հայաստանի քաղաքական դաշտը, ել չեմ ասում այն մասին, որ այս ընթացքում նա կարող է նաև տարածքներ տա, ես չգիտեմ, գերիների խնդրից ձեռք քաշել, լիքը դավաճանություն նա կարող է անել։ Դե նայ, Մոսկվա իր այցին զուգահեռ նաև ասեմ, որ այս պայմաններում պատերազմական Ռուսաստանին ոչ բնորոշ, ոնց հասկացա լրիվ օրինական թույլտվություններով, բավական մարդաշատ հանրահավաք տեղի ունեցավ հայկական դեսպանատան առջև Նիկոլ Փաշինյանի դեմ, ի պաշտպանություն եկեղեցու, մոտավորապես ձեռքերը հեռու մեր եկեղեցուց կարգախոսներով, դա նույնպես փաստենք, որ ամեն դեպքում պատերազմական վիճակի մեջ գտնվող երկրի մայրաքաղաքում նման թույլտվությունը ամեն անգամ չի, որ տրամադրվում է, եւ սա նույնպես ինչ որ առումով քննարկման ենթակա հանգամանք է, եւ նաեւ շատ մարդաշատ էր։
Շատ լավ, ես այս նախաբանից հետո արի անցնենք այդ ուրեմն Եվրոպայի կողմից, ուրեմն ի պաշտպանություն Վազգենին եւ Նարեկին տրված հայտարարությանը, Նախ եթե բացատրենք ինչ է դա իրանից ներկայացնում ըստ մեր հնարավոր է մանրամասներ տեղեկությունների, մի բան ասա։ Նախ մինչև սկսելը բացատրել ես ուզում եմ շնորհակալությամբ սկսել այն գործընկերների հանդեպ, որոնց անդուլ աշխատանքի արդյունքն է սա, հատուկ նշելով Հայաստանի ժուրնալիստների միությանը, իդեմս Սաթիկ Սեյրանյանի եւ քաղաքական իրավունքների հայկական կենտրոնին, իդեմս շատ շատերի մեր գործընկերների, լավ հիմա բոլորին որ թվարկեմ, կարող է այնքան էլ արդար չլինի բոլորի նկատմամբ, քիհկը ավելի այսպես կոլեգիալ կառույց է, Հովհաննես Նախուդոյանն այնտեղ, Ռաֆայել Իշխանյանը եւ այլոք։ Եվ սա մի ապացույց է, որ այն որ ասում են դե լավ, դե հա եվրոպացիները, տենց ամերիկացիները, եվրոպացիները արդյունավետ չի իրանց հետ աշխատել, ոչ, արդյունավետ է եւ սա մի օրինակ է, որ ցույց է տալի, որ երբ որ դու աշխատում ես այսպես առանց վախենալու, որ դուրը ծեծում ես, դուրը չեն բացի քո առջև կամ դռնից մտնում ես, քեզ հանում են դռնից, պատուհանից կարող ես փորձել, պատուհանից հանում են, երթիկից կարող ես փորձել ես մեր հայտնի խոսքով, եւ դա արդյունք տալիս է, ով որ աշխատում է, ով որ այդ ուղղությամբ գնում է, արդյունք ստանում է եւ սա դրա լավ դրսևորումն է։ Ինչ է իրանից ներկայացնում։ Եվրոպայի խորհուրդը 2000, եթե չեմ սխալվում, 14 թվականից ձևավորել է մի հարթակ, որը վերաբերում է լրագրողների անվտանգության ապահովմանը, որը ի թիվս այլ լիազորությունների իրավունք ունի, այսպես ասած, alert-ներ տալու իրենց մակարդակներով, առաջին մակարդակ, երկրորդ, երրորդ, ամենախիստ մակարդակը առաջին մակարդակն է, որ վերաբերում է ամենածանր դեպքերին, եւ այս դեպքում կարևորն է նա, որ այդ alert-ը տրված է հենց առաջին դեպքով։ Եվ մենք վստահ ենք, որ այս ամեն ինչի մեջ շատ կարևոր դեր է ունեցել նախորդ անգամվա փորձը, երբ որ ամենակարևոր միջազգային կառույցները, այսինքն 2024 թվականի մարտին, երբ որ տղաներին բռնել էին, Amnesty International, Freedom House-ը եւ այլն, իրենց շատ հստակ այսպես հայտարարություններով դա դատապարտեցին։ Հիմա ինչ է ստացվում, որ ամենաառաջի մակարդակի, այսինքն ամենալուրջ վտանգն են մարդիկ տեսել եւ Հայաստանի պետությունը սա պարզապես հայտարարություն չի։ Ունի պարտավորություն հստակ պատասխանելու բարձրացված հստակ հարցերին։ Եվ սա շատ կարևոր է։ Դες ես դրանից կարող եմ քաղաքական հետևանքը այս ամեն ինչի ասել, հա, ուրեմն առաջին այն է, ոնց որ դու ասեցիր, եթե գնում ես հաստատակամ տարբեր եվրոպացիների, տարբեր արևմտյան կառույցների ուրեմն դուրը ծեծելու, ի վերջո քո խոսքը տեղ է հասնում։ Դե Բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, թե ինչքան դժվար է այդ խոսքը տեղ հասնում։ Այսինքն բացի եվրոպացիներից, բացի հաստատակամությունից, պետք է նրանց վրա առանձնապես հույս չդնել, պետք է նաև աշխատանք տեղում, հա։ Այս երևի ամենաբարձ հետևությունն է, որ կարելի է անել։ Դե հա, բայց այստեղ նաև ուրիշ բանի հարց կա։ Այստեղ ուրիշ հարց կա, ես հիմա էլի առիթ օգտագործելով կուզեմ դրա մասին խոսել, ոնց որ թե սայլը տեղից շարժվելու նշաններ կան այս ուղղությամբ, բայց իմ պատկերացմամբ աշխատանքը շատ ավելի արդյունավետ կարող է լինել, եթե լինի համակարգված եւ միասնական հարթակով, որովհետեւ քաղաքական հետապնդումները համակարգված են եւ միասնական ձևով են իրականացվում։ Այս տեսանկյունից ես տեսնում եմ, որ քանից ես դրա մասին բարձրաձայնվել է, սկսած օրինակ 5 իրավապաշտպաններից իմ գործընկերոջ Վարազդատ Հարությունյանի կողմից, մենք բոլորս ենք այս գաղափարը տարածել, քաղաքական ուժերից են մարդիկ եղել, որ տարածել են ամենասկզբնական փուլում, երբ որ բանտից չի, անազատությունից դուրս եկավ տնային կալանքից Արմեն Աշոտյանը սկսեց դրա մասին խոսել, վերջերս խորհրդարանական լսումների ժամանակ նաև Իշխան Սաղաթելյանը դրա մասին սկսեց խոսել, որոշակի գործնական քայլեր են արվում, այսինքն միասնական հարթակը անհրաժեշտություն է, եւ ինչի համար է սա կարևոր, որ միասնական լինի մոտեցումներ, օրինակ քաղաքբանտարկյալների չափանիշների մասով, քաղաքական հետապնդումների չափանիշների մասով, առանձին ինչ որ խումբ լինի, որ զբաղվի արտասահմաններում դռներ ծեծելով։ Հիմա տեսեք, այս դեպքում սա եղել է կոնկրետ թիրախային աշխատանք, օրինակ ժուրնալիստների միության կողմից, որը մասնագիտական կառույց է, որը կարող է հաջողել։
բայց ժուրնալիստների միությունը այս հարցով զբաղվել է, որովհետև ինքը մասնագիտական կոնկրետ խոսքի ազատության հետ կապված կառույց է։ Իսկ չէ որ մեր քաղբանտարկյալներից ոչ բոլորն են որ խոսքի ազատության հետ կապված խնդրի պատճառով են։ Մեծ հաշվով այդքան այլ խնդիրները ավելի շատ են, այլ պատճառները ավելի շատ են եկեղեցու մասով, համայնքապետերի մասով եւ այլն։ Երրորդը լինեն խմբեր, որոնք զբաղվեն օրինակ Հայաստանում միջոցառումների կազմակերպմամբ։ Ես այն համոզմանն եմ, որ քիչ են այդ միջոցառումները եւ մարդիկ իրենց տնից դուրս գալով, օրինակ պայմանական քաղաքում կես ժամ քայլելով, պետք է անպայման այնպիսի վիճակ լինի, որ ինչ որ միտեղ քաղբանտարկյալների հետ կապված մի ինչ որ իրազեկման ակցիա լինի, պաստառ լինի, չգիտեմ ինչ լինի, գրաֆիտի լինի, ինչ լինի, պետք է մարդու աչքին դա գա, այսինքն դա հնարավոր չլինի խուսափել դրանից։ Մարդիկ պետք է անընդհատ տեսնեն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, այս մարդիկ քաղբանտարկյալ են, չգիտեմ, հետույք բառի համար մարդ կա որ նստած է այսօր բանտում, մեր ձևով ասելու համար մարդ կա որ նստած է այսօր բանտում։ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որոնք հիմա բանտում են, զուտ են պատճառով, որ վեհապար հայրապետի ազգականներն են, ասենք եղբայրը, եղբոր տղան եւ այլն։ Այս ամեն ինչը կարծում եմ պետք է անընդհատ մարդիկ պետք է սրա մասին լսեն։ Մասնագիտական խմբեր կարող են լինել, որ որևէ մեկը ուզենա բանավիճել, օրինակ ասի, եկեք մի հատ խոսենք, հասկանանք, տեսնենք, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը կարող է քաղբանտարկյալ չեն, կարող է նրանք խուլիգաններ են, որ մարդիկ նստեն ասեն, չէ, այս պատճառով այդ մարդիկ քաղբանտարկյալներ են եւ խուլիգաններին գնացեք ուրիշ տեղեր փնտրեք։ Սոցիալական հարցերով զբաղվեն, ես էլ ասեմ եւ վերջ, սոցիալական հարցերով։ Ախր իրականում քաղբանտարկյալների խնդիրը մենք շատ սահմանափակ ենք նայում։ Քաղբանտարկյալների խնդրին հավասար խնդիրը քաղբանտարկյալների ընտանիքների խնդիրը, որոնք բազմաթիվ բաղադրիչներ ունեն, սոցիալական բաղադրիչ ունեն, այլ հոգեբանական բաղադրիչներ ունեն, երեխեք ունեն, որ երեխեքը օրինակ տեսել են թե ինչպես են իրենց ծնողների, իրենց հարազատների հետևից մասկաներով մարդիկ գալի։ Եվ այս առումով նորից պարտքս եմ համարում ողջունելու օրինակ Նարեկի կնոջ Լուսինեի հրապարակային խոսքը տարբեր հարթակներում, թե օնլայն ռեժիմով, թե օֆլայն, երբ որ տարբեր միջոցառումներ են լինում, Լուսինեն այդտեղ պարտադիր խոսում է։ Սա շատ կարևոր է եւ սա կարող է օրինակելի լինի նաեւ մյուս քաղբանտարկյալների հարազատների մասով։ Ես երկու բան եմ ուզում ավելացնել քո խոսքի վրա, որ տես սա կարող է նաեւ շատ լավ հարթակ լինել։ Հիմա բոլորը խոսում են ընտրություններից, քաղաքական ուժերը անընդհատ ցույց են տալիս, թե իբր պատրաստում են ընտրությունների, հա, սա շատ լավ հարթակ կարող է լինի, ուրեմն նաև քաղաքական համագործակցության համար նախընտրական փուլում եւ ընտրական փուլում։ Եվ եթե նման փորձը հաջողվի, իհարկե դա միարժեքորեն ողջունելի է, որ հարցեր կան, որոնց հետ կապված ես կարծում եմ քաղաքական ուժերի մեջ չկան հակասություններ։ Ունենք քաղբանտարկյալների հարցը, հա։ Սա այն հարցն է, որը որ բոլորին միավորում է։ Ես չգիտեմ, այլ հարցերի հետ կապված, Արցախի հետ կապված, Հայաստանի անվտանգության հետ կապված շատերը իրենց կոնկրետ դիրքորոշումները դեռ չեն արտահայտում եւ միգուցե կան այստեղ խնդիրներ իրար մեջ, քաղաքական ուժերի մեջ։ Բայց սա այն հարցն է, որ պետք է չլինեն խնդիրներ։ Այո, դա պետք է երկու բան էլ կա, որ ուզում եմ ես դրա մասին խոսեմ։ Որտեղ որ կարելի է համագործակցել, շատ կարճ եւ նաեւ քո կարծիքը։ Հարց առաջին։ Այն բոլոր մարդիկ, ովքեր որ ենթարկվել են նիկոլական ռեժիմի կողմից հետապնդումների, պետք է իմանան, որ ընդդիմադիր ուժն էլ գա իշխանության համատեղ կամ առանձին, ապա նրանք որևէ կերպ փոխհատուցում են ստանալու։ Մեկ եւ երկրորդ հարցը, գիտես, այնուամենայնիվ այս փորձի ուշացած լինելը, այս փորձի թույլ լինելը խոսում է այն մասին, որ բռնությունները շարունակվում են, որ Միրանի մասին խոսեցինք, չէ, Միրանի վրա այս հարձակումը, ես չգիտեմ ինչ կասեն, բայց թող ինձ թույլ տրվի կանխակալ վերաբերմունք արտահայտել եւ ասել, որ սա քաղաքական է։ Իսկանում ես, որտեվ ես Միրանի շատ լավ եմ ճանաչում, Միրանը իմ ուսանողն է եղել, Միրանը իմ ընկերն է, եւ նա նման պարկեշտ անձնավորություն շատ քիչ կա Հայաստանում, հա, եւ անձնական խնդիրներ նրա մոտ ես չեմ տեսնում, ուրեմն դրա պատճառը կարող է միայն քաղաքական։ Եվ ասենք զարմանալի, զավեշտալի բան, ես իմացա, որ փաստորեն մտել է խոզարկության անգամ լեզվաբան էքսպերտի տուն, ով որ եզրական, սա արդեն անհետեթությունների շարքի մեջ է։ Դե չէ, անհետեթություն ես դա չեմ համարում։
լեզվաբանի տուն խուզարկության մտնելը ես համարում եմ մեսիջ բոլոր մասնագետներին, որ եթե դուք օբյեկտիվ եզրակացություններ տաք, օրինակ պաշտպանության կողմի պատվերով կամ պաշտպանության կողմի պատվերով դրական առումով, այսինքն ինչպես Այսինքն օբյեկտիվ քննչական կոմիտեի պատվերով եք տալի, մյուս կողմից վատ իմաստով չեմ ասում, ապա դուք կարող եք ունենալ խնդիրներ։ Սա ինչ որ սա ոչ միայն այդ լեզվաբանիներ ուղղված, այլ մյուսներին ես ճիշտ ասած չգիտեմ Ես ուզում եմ ասեմ, որ այո, բռնությունները շարունակվում են, հա? Ճնշումները, բռնաճնշումները, ինչ վերաբերում է Միհրանի մասով, նաև այս հետաքրքիր ստացվեց, էլի ես վերջի շրջանի մի քանի կարևոր գործերով, քանի որ ես նաև անձնական ներգրավվածություն ունեմ եւ Միհրանի լիազոր ներկայացուցիչն եմ իր նկատմամբ հարցակման վարույթով, մի քանի բան եմ ուզում ասել, նայ Միհրանը բիզնեսով չի զբաղվում։ Անձնական թշնամիներ չունի, անձնական հարցեր չունի, պարտքեր չունի, ոչ պարտատերեր ունի, ոչ պարտապաններ ունի, բայց այդ մարդուն այտենց կազմակերպած, ընդ որում մենք հիմա արդեն երևի իրավասու ենք բացահայտել այն տեղեկությունը, որ մենք ունենք, քննչական կոմիտեի հայտարարության մեջ, քանի որ ուղիղ նշվում էր, որ մարդիկ քողարկման գործողություններ են կատարել եւ նրանց մեղադրանքներից մեկը պետհամարանիշներ փոխելն էր, ուշադրություն դարձրեցի դա։ Այդ ինչ է նշանակում, որ դա լրջագույն կազմակերպվածություն է ենթադրում։ Հիմա շատ կներես, եթե ես ուզենամ պետհամարանիշ փոխեմ, ես կարամ պետհամարանիշ փոխեմ, պետք է մի հատ դա պատրաստել, պետք է մարդ գտնել, որ մարդը պատրաստ է դա պատրաստել իմանալով, որ դա հանցագործություն է, պետք է ինչ-որ տեղ գտնել դա փոխել։ Մի խոսքով դա լուրջ կազմակերպական աշխատանք է։ Կազմակերպված հանցագործություն։ Այո, այսինքն սա լավ կազմակերպված էր եւ մենք վստահ ենք, որ մենք այլ պատճառ չենք տեսնում, քան քաղաքական բնույթ կրող շարժառիթը։ Իսկ Միհրանը ընդդիմադիր քաղաքական գործիչը պարզ է քննադատում է իշխանություններին։ Մենք հենց տեսնենք ինչա։ Ուղղակի ես այն էլ ասեմ, որ առաջին օրից ես հրապարակային եմ դրա մասին խոսել, ես նկատել եմ, որ թե ոստիկանության եւ թե հատկապես, որ ավելի շատ ենք շփվել, քննչական մարմնի մոտեցումը այն էր, որ մարդիկ իսկապես փորձում են բացահայտել։ Եվ ես գիտեմ, որ հսկայածավալ աշխատանք է կատարվել, դա էլ ասեմ։ Եվ նաև ուրախանում ես, որ մարդկանց հետ շփվում ես, այն նույն մարդկանց, որոնք կարողա, ոչ թե կարողա, այլ կոնկրետ բան կա, այսպես քաղաքական հետապնդումներին մասնակից են նաև լինում, որ ես բազմիցս եմ դրա մասին խոսել, բայց երբ որ մարդը իսկապես իր գործն է անում, դու տենում ես, թե ինչքան լավ է իրան զգում, էլի։ Այսինքն մարդը իր գործն է անում, ուրախանում ես։ Եվ հիմա տեսնենք, արդեն երկրորդ փուլն է եկել, որտեղ մենք 3 խնդիր ունենք։ Խնդիր առաջին պարզել պատվիրատուներին եւ անկեղծորեն պարզել, առաջինը մենք ենք շահագրգռված, երկրորդը կարծում եմ հենց իշխանություններն էլ պետքա որ այդ շահագրգռվածությունը ունենային, տենց է ստացվում, բայց մեր համար կարևոր է հասկանալ պատվիրատուներին։ Այնպես չլինի էլի, որ ոնց որ Էդգար Ղազարյանի դեպքում էր, հիշում ես, Էդգար Ղազարյանի դեպքում տենց էլ այդ պատվիրանությունները ի հայտ չեկան։ Հիշում ես։ Չէ, միգուցե հիշեցնես։ Էդգար Ղազարյանի ծեծը, եթե հիշես, տենց էլ պատվիրատուները ի հայտ չեկան, թե ովքեր էին։ Հիմա այս դեպքում մեր համար կարևոր է եւ բացահայտումը ամբողջական չի լինի, եթե պատվիրատուները ի հայտ չգան եւ դրա հետ փոխկապակցված երկրորդ հարցը բանը, շարժառիթը։ Մոտիվը։ Հա, էլի այդ մարդիկ ինչ էին ուզում իրանից։ Եվ երրորդը, որը ավելի փոքր հարց է, ամեն դեպքում ասեմ, դա իրավական, քրեաիրավական որակման հարցը։ Այսինքն սա ինչ է, սովորական ինչ-որ խուլիգանական դրդում է, շատ ավելի կոնկրետ հանրային գործի, գործունեության հետ կապված ավելի ծանր հանցագործություն է։ Այս պահին դեռ դրա մասին չեմ ուզում խոսել, մի հատ հələ հասկանանք այդ մարդկանց դիրքորոշումը ինչ է, քննչական կոմիտեն ձերբակալել է, ոնց հասկացա դատարան էին մտնելու, չգիտեմ, բանտային կալանքի, տնային կալանքի, ինչ ոնց, կարծում եմ, երբ որ արդեն դատարանի որոշումները այդ մարդկանց մասով հրապարակվեն, նաև ավելի ծավալուն պարզաբանումներ կլինեն, մենք կարողանանք դիրքորոշում հայտնել դրա հետ կապված, հասկանանք, թե շատ կներես այն բանի եմ ասում, հələ տեսնենք, թե որտեղ են ուզում մեզ գցեն։ Ես չեմ երևի չենք կարող չանդրադառնալ իհարկե եկեղեցու հետ կապված խնդրին, փաստորեն Նիկոլը չնայած այս անգամ նախորդ անգամ խոստացել էր, որ արշավելու է դեպի Էջմիածին, ինքը չէ խոստացել։ Ինքը չէ, Ալենին էր տվել, որ մի հատ Ալենը այդ
Մենք ինչ տարբերություն դա որ ասում ենք դե ինքը իր վրա չվերցրեց այդ պատասխանատվությունը, Ալենին թողեց եւ հիմա դե իրանք տեսան, որ չէ, իրանք այս պայն այդքան ուժեղ չեն, որ գնան դեպի մայրաթոր, հիմա ուրիշ տեղ են։ ուրիշ տեղ են գնում, չէ, բայց տես այս ընթացքում նա ինչ որ լուրջ ստեղծագործական աշխատանք արել, չէ, ինչ որ մշակել է ինչ որ հիմքեր, որով որ պետքա գնա ուրեմն եկեղեցու ճեղքման, կաթողիկոսի դեմ քայլերի, հա, ես կարծեմ, որ ամբողջովին հակասահմանադրական քայլեր են, կտոս այդ որակում է երևի թե, որովհետև նա ընդհանրապես գործ չունի այս ամեն ինչի հետ։ Սա իր գործը չի, ուրեմն եկեղեցական Դե այս process-ի սկզբանն էր հակասահմանադրական, առաջին իսկ քայլից եկեղեցի պետություն անջատման սկզբունքին հակասող բան էր։ Եվ հա, վերջացրու մի հատ կարևոր բան ասեմ։ Եվ ասած սենա դու ասում ես ի սկզբանե էր հակասահմանադրական, բայց ամեն քայլով նա ուրեմն ցույց է տալիս, որ չի հրաժարվելու ուրեմն սահմանադրության դեմ գնալու այս քայլերից։ Չի հրաժարվելու պետության եւ ժողովրդի դեմ գնալու այս քայլերից։ Սա եմ ուզում ասել։ Նայ, ստեղ մի կարևոր բան կար, կարմիր թելով անցնում է, թե իրանց այդ սատելիտների, իրանց այդ աշխատողների, թե քարոզչական, թե բոլոր գծերում, թե իր կողմից ինչ որ այդ քո ասած ստեղծագործական աշխատանքի մեջ, որ եկեղեցի պետքա չզբաղվի քաղաքականությամբ։ Չէ՞, այդ գիծը իրանց համար այն որ կարմիր թելն է։ Ահա։ Կամ ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցականները, բայց ստեղ էլ սահմանադրականության խնդիր կա։ Եթե մեր սահմանադրությունը չի արգելում ինչ որ մեկին զբաղվել օրինակ քաղաքական գործունեությամբ, դու ով ես որ արգել ես։ Մեր սահմանադրությունը եւ օրենսդրությունը ուղիղ արգելում է որոշ պետական պաշտոնատար անձանց զբաղվել քաղաքական գործունեությամբ, ովքեր են դրանք։ Գործող զինծառայողները, գործող օրինակ ոստիկանության ծառայողները, դատավորները, դատախազները, քննիչները։ Այդ պարզ է, այդ հասկանալի է, այդ խնդիր չկա, բայց այդ չի տարածվում օրինակ հոգևորականների նկատմամբ, չի էլ կարող տարածվել, երբեք էլ այդպիսի մոտեցում չի եղել։ Օրինակ դու լավ կհիշես, Տեր Հուսիկ Լազարյան, հիշում ես։ Շատ լավ եմ հիշում։ Կար կառուն գործիչներից էր, չգիտեմ, այդ ողջ թե ողջ չի, եթե չգիտեմ, մի պա արդեն դադարեցրեց իր գործունեությունը, բայց 88, 89, 90 թվականներին ամենակարկառուն գործիչներից էր Տեր Հուսիկ Լազարյանը, գործող հոգևորական։ Ես ուրիշ բան եմ ուզում քեզ հիշեցնեմ, հիշում ես, կարող է չհիշես, իհարկե այդ ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների համագումար կար, հիշում ես, վերջի փուլում մենա։ Մի քիչ հիշում եմ, փոքր է, բայց հիշում եմ։ Երջանկահիշատակ Վազգեն առաջինը Արցախի հարցով այնտեղ հացադուլի էր նստել։ Բայց դեպուտատ էր համարվում, չհասկացա։ Վազգեն առաջինը, այսինքն Վազգեն առաջինը, փաստորեն մեր վեհափառ հայրապետը Վազգեն առաջինը եղել է ԽՍՀՄ խորհրդարանի անդամ ըստ էության կարելի ասել, ճիշտ է, ճիշտ հասկացա։ Եթե ճիշտ եմ հիշում, հա, թե ինքը հետո միացման կարիք ունի, դա տենց բան չանենք, ամեն դեպքում տես ամենաակնհայտ բան, չէ, բայց մյուս կողմից գիտես, Նիկոլա անընդհատ խոսում է, ասում է, բայց հայ եկեղեցու զավակեմ, ես իրավունք ունեմ։ Բայց բայց դրանք էլ հայ ժողովրդի զավակ են։ Դու տեսնում են ինչ ես դու անում ես մարդկանց գլխին, ավելի ոչ միայն հայ ժողովրդի զավակ են, այլ բարոյական ու շատ առումներով նա պատասխանատվությունն են այս ժողովրդի հանդեպ։ Դու ոնց կարող ես նրան արգելել այս վայրագությունների դեմ ձայն չանել, հա։ Դե հա։ Հասկանում ես։ Եվ գիտես ի՞նչն է հարցը, շատ կարևոր է, էլի ես գնալով մտածում եմ, ասում եմ, ինչքան լավ ստացվեց, որ այդ 10 տիրադավները անջատվեցին եւ մարդիկ սկսեցին ճանաչել այդ մարդկանց։ Ասենք այդ քանի հոգի արդեն գրել, այն 10 կճարանները, հա։ Դե ես նույնիսկ եթե սկզբից կճարանին ենք ճանաչում ու ասում ենք այնպես տպավորություն է, որտեղ որ մեջների սուրբը կճարան։ Ասմոտ level-up եղավ, էլի, հասան, բոլորը կճարան դառան։ Հա, այնպես բաներ այդ մարդկանց, գիտես, բանից ուրացության աշճանից էլի։ Մարդու ձեռից հաց ուտես սաղ կյանքդ, դուրս գաս այդ մարդու դեմ։ Կամ, չգիտեմ, Վրաստանի թեմի առաջնորդը դրանցից մեկը այն ամենա շատը հանդես եկողը ոնց հասկանում եմ դրան են ուզում տեղապահ նշանակեն, այն որ մեկ էլ պարզվեց թե ինչ էր արել վրացահայ թեմի առաջնորդ լինելու ժամանակ,
Վրաստանի հայոց թեմի առաջնորդ լինելու ժամանակ, ոնց են փախցրել իրան բերել, չգիտեմ էլի դա ուղղակի լավ է որ մարդիկ ճանաչում են, լավ է որ մարդիկ ճանաչում են, տես մի կողմից ասենք, չգիտեմ, ինչքան պինդ իրան պահեց, մինչև վերջի պահն էլ հիմա էլ բանտում վերջին քաղբանտարկյալներից մեկը Արշակ Սրբազանը։ Ու ասենք Արշակ Սրբազանին ու եկել են այն Գևորգեր անունը կամ այն Վազգեներ անունը, այն որ ասում ես, արա, այս երկուսն էլ նույն կառույցի մաս են կազմել, ու դու հասկանում ես, որ իրականում երևի սրա կարիքը կար էլի այն մասուղիները անքննելի են, գուցե սենց էր պետք որ եկեղեցին մաքրել էլի, չգիտեմ։ Իտես երևի հա, բայց հետարքին նա որ այս սրանց դեմ այդ շանտաժի գործիքները որ Նիկոլը գիրառում է, պաստորեն դրանց մասին իմացել են բոլորն են։ Սա նոր բան չի, հա, ինչ նոր բացահայտումներ չեն արել։ Ուղղակի առաջինն է եղել ինքը, որ փորձել է սա օգտագործի այս կառույցը փլելու համար։ Չգիտեմ։ Էտա Լավ, դե կարծում եմ կարելի է մի փոքր տենց մեր ներքին հարցերից շեղվել ու հարցնել քեզ թե միջազգային այսպես գեոպոլիտիկ ինչ նորություններ կան, հատկապես որ ձեր նախագահը տենց հայտնի է որպես խաղաղարար, ինչ կա իր հաստատած խաղաղություններից, ամեն ինչ նորմալ է, բոլոր տեղերում խաղաղ է։ Ես ասեմ քեզ ուրեմն այս մեր խաղաղարարը հիմա գիտես պատրաստվում է հարձակման Վենեսուելայի վրա, այնտեղ գնում է լուրջ ճնշում, մեր խաղաղարարը լուրջ ճնշում է գործադրում ուրեմն Ուկրաինայի վրա, որպեսզի նա զիջումների գնա, բայց այս ամեն ինչը Նիկո, ես այդ մասով իդեպ համաձայն եմ իր հետ։ Հա, ես ուրեմն Լսի, մեզնից հեռու մի բան եմ ուզում պատմեմ, ուրեմն խոսքը գնում է Թայլանդի և Կամբոջայի միջև պատերազմի մասին։ Սպասի, Թայլանդի և Կամբոջայի։ Շատերի համար մեծ տարբերություն չկա Թայլանդ թե Կամբոջա, բայց հետաքրքիրն այն է, որ երբ որ բանը Թրամփը հայտարարում էր, չէ, որ ասում էր, այ այս խաղաղությունն եմ արել, այս խաղաղությունն եմ արել, Թայլանդի ու Կամբոջայի մեջ ասեց այստեղ խաղաղություն եմ արել, լսի սրանք չեն լսում իրան, էլի կրակում են իրար վրա։ Հետո ասած կզանգեմ ես իրանց, ասած կզանգեմ, ուրեմն այդ Կամբոջային էլ կզանգեմ, Թայլանդին էլ կզանգեմ, ուրեմն զանգեց էլի են կրակում։ Այսինքն ասածս ինչ է, ասածս այն է, որ այն, որ բանը Թրամփը Նիկոլին իր WhatsApp-ի համարը տվել է, ասել է, եթե հանկարծ կռիվ կլինի զանգի ինձ, ուրեմն դա խաղաղության երաշխիք չի, հա։ Նույնիսկ Թրամփի կողմից տված ամենաբարձր մակարդակով երաշխիք չի։ Ես ուզում եմ ասեմ, որ մեր քաղաքական գործիչները, մեր անվտանգության կառույցների ներկայացուցիչները սրա վրա ուշադրություն դարձնեն, հանկարծ չմտածեն, որ եթե Թրամփը ասել է խաղաղություն կլինի, Ալիևն ու Նիկոլն Էլիամոտ ասել են, հա, պապայի արև խաղաղություն կլինի, սա նշանակում է խաղաղություն։ Չէ, բայց մի վարքյա, ես համաձայն չեմ քո հետ։ Օրինակ դու ինչ գիտես, Կամբոջայի և Թայլանդի ղեկավարներին տվել է օրինակ Թրամփի իր WhatsApp-ի համարը։ Բա ինքն է զանգել, այնտեղ կարա տեսնենք, չէ։ Լսի, ինքն է զանգել, ասել է Բայց ինչի համար Դե հիմա ինչի համար Համարը ֆիքսվել է մոտները, եթե պետք կլինի, իրանք կզանգեն Թրամփին, բայց պետք չի այդ մարդիկ ուզում են իրաց համար անվտանգություն ապահովելն է, ոնց որ երկրներին է ձեռք տալիս։ Չգիտեմ, ես հələ ոչինչ չեմ կարա սրա մասին ասեմ, կապեր են, կարող է մի պատես Յուքոմ լավ չի աշխատել այս վերջերս տեղը լավ չի աշխատել։ Չգիտեմ։ Արի դեռ առաջ չընկնենք, մի հատ հələ հասկանանք ինչա լինում։ Տեսնենք, Աստված այնտեղ խաղաղություն լինի, մանավանդ որ մոտորերս գնալու եմ Թայլանդ, տեսնենք, պատերազմից չգնամ էլի։ Դե ասա անձնական բան ունես էլի այդտեղ։ Հապա անձնական։ Դες գուշ կլինես։ Այս ուրախ նոտայով էլ ավարտենք մեր 57-րդ հոբելյանական ծովից ծովը։ Նորից շնորհակալություն հայտնենք մեր դիտողներին, որ ձեր շնորհիվ մենք եկանք հասանք 50-րդ թողարկման եւ խնդրենք, որ մեր ընկերներին, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին ի աջակցություն
մեր anti-fake-ի գործընկերներին կարող եք նաև ֆինանսապես օգնել, բոլոր տարբերակները նկարագրության մեջ են, իսկ եթե ցանկություն կամ հնարավորություն չունեք եւ հավանել եք օրինակ այս մեր տեսանյութը, կարող եք like դնել, կարող եք share անել, կարող եք կոմենտներ գրել, որը մենք անպայման կարդում ենք եւ հարկ եղած դեպքում պատրաստ ենք դրանք քննարկել, հասնենք մեր ծովից ծով ոդքասթի երկրորդ 50-յակին։ Տեսնենք այնտեղ ինչա տեղի ունենում։ Ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել մեզ դիտելու համար, քեզ էլ եմ շնորհակալություն հայտնում այդ զրուցելու համար եւ ուրեմն զանով այսօրվա հաղորդումը ավարտենք։ No pasará.